Նախընտրական գզվռտոցները, դաշինքների փլուզումներն ու ներկուսակցական կռիվները շարունակվում են, հերթը Եվրադաշինքինն է։ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն բոլորին դեմ եմ շարժման ցուցակով, նշելով, որ նախկին գործընկերները հրաժարվել են միասնական մասնակցությունից։ Խզմալյանի խոսքով Հայաստանի քաղաքական դաշտում նախկին և ներկա իշխանությունները հանդես են գալիս գրեթե նույն ծրագրով, երկիրը հեռու պահելով Եվրոպայից։ Միաժամանակ ԱԺԲ անդամ Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը հակադարձել է, հայտարարելով, որ Խզմալյանի գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։ Նա ընդգծել է, որ ազգային ժողովրդավարական բևեռը երբեք չի եղել կուսակցությունների միավորում և չի առաջարկել միանալ որևէ քաղաքական շարժման։ Պապյանը նաև պահանջել է Խզմալյանից ներկայացնել իր հայտարարությունները հիմնավորող ապացույցներ, հակառակ դեպքում դրանք կորակվեն որպես զրպարտություն։ Եվրադաշինքի հետ կարծես յոլա չգնաց նաև Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը։ Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը, ով իր թեկնածությունն առաջադրել էր Հանրապետություն կուսակցության ցուցակով, տեղեկացրել էր, որ սույն թվականի խորհրդարանական ընտրություններին որևէ ցուցակով ընդգրկված չի լինի։ Վերջինս մասնավորապես գրել է խորին հարգանքներս այն մարդկանց, ովքեր թե հրապարակային, թե կուլիսային հորդորների ու բանակցությունների միջոցով արեցին անհնարինը ինչ-որ բան ընտրությունների նախաշեմին փոխելու համար, բայց իրենց մոտ դա չստացվեց, որովհետև գաղափարական բովանդակությունը որոշ մարդկանց ու որոշ ուժերի համար պակաս կարևոր էր, քան մի երկու տարակարծությունը, մի երկու ամբիցիան, մի երկու գրոշը, մի երկու նեղ խմբակային շահը կամ մի երկու մանդատ փախցնելը։ Մամուլում շրջանառվում են նաև տեղեկություններ, որ երբեմնի քաղաքապետի պաշտոնին հավակնող Մկրտչյանը մնացել է տաքսի քշելու հույսին ու վարում է իրենց կողմից այդքան չսիրված ռուսական Yandex տաքսի։ Հայտնենք նաև, որ Խզմալյանին միացած բոլորին դեմ եմ շարժման համահիմնադիրներն այս օրերին բանակցում են տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, անհատ գործիչների հետ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու նպատակով։ Մասնավորապես բանակցություններ կան Ինքնիշխան Հայաստան կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ։ Նա 2018 թվականի իշխանափոխության ակտիվ մասնակիցներից էր։ Փաշինյանի թիվ 1 գործընկերը, որին նշանակեցին պետական վերահսկողության ծառայության ղեկավար, ապա ամիսներ անց կոռուպցիոն մեղադրանքով դուրս մղեցին իշխանությունից, իսկ 7 տարի անց դատարանը արդարացրեց նրան։ Սանասարյանը տեպական ժամանակ է քաղաքական ակտիվություն չի դրսևորել և առաջիկա օրերին պարզ կլինի՝ հաջողվել է կոնսենսուսի գալ, թե ոչ։ Բանակցություններ կան նաև ՄԱՍ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հետ։ Այս թվում էլ դեռ որոշակիություն չկա։ Հիշեցնենք նաև, որ մեկ շաբաթ առաջ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարել էր, որ իր հիմնադրած նժար շարժումը միանում է բոլորին դեմին և միասին են մասնակցելու հունիսյան ընտրություններին։ Շարունակվող պայքարին ու նախընտրական թոհուբոհին տեղյակ լինելու համար հետևեք Պանորամայեմին։